քանի ինչպես կբացատրեք իշխանությունը ինչու է դուրս եկել եկեղեցու դեմ։ Իրար շանս չունենալու բանով, իրանք հասկանում են, որ իրանք շանս չունեն, միակ ձևը պարակտելն է ժողովրդին, երկրորդը ինքը իրան համոզում է, ինքը իրան հույս է տալի, ու շատ մարդկանց վախն է ուզում բռնի իրականում, որ հասկանաք, այդ շատ կարևոր է։ Մարդիկ որ չխոսան, հանգարցակի չասեն, որ կտանեն, որտեղ կնստացնեն, եսի ինչ կանեն, հետո մի բան է խորտ տամ, լրագրող եք, չէ՞, ես չկան հասկանում, հա, մի եկեք իրանց ջրերը, այդ իրանց ուզածն է, որ իրանց մասին խոսանք, եկեք իրանց մասին չխոսանք, ու մեր եկեղեցականներին, ովքեր որ կարգալուծված չեն, ոչ թե իրանց ճիշտ անունները տանք, ոնց որ հարկն է, էլի, մի կրկնեք իրանց խոսքերը։ Այո, բայց կաթողիկոսն է, ինքը կտրիչը չի մեր համար։ Տիկին Կարապետյան, տեսակետն եմ եւս ուզում լսել, Արշակ Սրբազանին 7 տարվա վաղեմության գործի հետ են կապում, ինչու հենց հիմա հիշեցին այդ պատմությունը, առհասարակ այս գործի մասին ձեր տեսակետը։ Այն ինչի մասին մենք խոսում ենք մանիպուլյացիա, հենց դրա մասին է։ Այս ամբողջը եկավ պարբակվեց ձեր վերած օրինակով, Հայ Առաքելական եկեղեցու դեմ ամբողջ գործընթացը դա մեդիա մանիպուլյացիայի, քաղաքական մանիպուլյացիայի արդյունք եւ հետևանքն է եւ ամենավառ օրինակներից մեկն է։ Կարելի է չսիրել առանձին հոգեվորականների, կարելի է որոշակի վերաբերմունք ունենալ օրինակ կաթողիկոսի նկատմամբ, բայց թույլ տալ, որ այսպիսի վերաբերմունք, այսպիսի գործընթաց տեղի ունենա Հայ Առաքելական եկեղեցու հետ, խախտելով բոլոր հնարավոր եւ անհնարին, բոլոր օրենքները, սահմանադրությունից սկսած մինչեւ միջազգային մեր պարտավորություններ, որը Հայաստանը վերցրել է իր վրա, այդ թվում նաեւ կրոնական կազմակերպությունների խղճի ազատության հետ կապված, հա, այս ամեն ինչի հետ կապված ներպետական եւ միջազգային նորմերը խախտելով գնալ առաջ, սա հենց այդ դասական, դասագրքային մանիպուլյացիան, այս մանիպուլյացիայի մասնակից են դառել նաեւ միջազգային կառույցները։ Հենց այդ նույն մանիպուլյացիայի տրամաբանության մեջ է, որտեղ կար ժամանակ, երբ որ մեկ այլ ցանկացած այլ կրոնական կազմակերպության հետևորդի վերաբերյալ գլխին մազ էր ծռվում, ու ես որպես հասարակության ներկայացուցիչ, որպես իրավապաշտպան, ես սատարում էի բնականաբար եւ դիլեգացիաներ էին գալի մեզ մոտ, անհաշվելի թվով նամակագրություններ, չգիտեմ, հարցազրույցներ, դատապարտող կոչեր, ու մենք բոլորը ստորագրում ենք դրանք։ Հիմա մի ամբողջ եկեղեցու, մի ամբողջ ուղղվածության, որը հայ ժողովրդի ամենամեծ, կարծում եմ, թե հիմնական կրոնական ուղղվածություններից մեկն է, հա, այս եկեղեցու, որը 1700 տարվա պատմություն ունի, ոչ մեկ ուրիշը չունի այսքան երկար պատմություն, եւ այսքան ներդրում ինչ կան ունի Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի պատմության մեջ, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ ինչ որ խնդիրներ ունեն ու ոչ մեկ չի խոսում դրա մասին, միջազգային մեր գործընկերները տենց իրանց չտեսնելու են տվել, այս սա էլ է մանիպուլյացիա, սա նշանակում է, որ կան երկակի, եռակի եւ բազմակի ստանդարտներ, որոնցով առաջնորդվում են, այս ամեն ինչի ֆոնին նորից վերադառնում ենք նրան, որ շատ ավելի կարևոր է, ինչ ենք մտածում մենք, մենք բոլորս, անգամ եթե ինչ-որ մեկին սիրում ենք կամ չենք սիրում, մենք ուզում ենք մեր երկիրը դառնա դիկտատորական ռեժիմ ունենա, մենք ուզում ենք, որ մեր երկրում որևէ կրոնական կազմակերպության, հատկապես, այո, ես առանձնացնում եմ Հայ Առաքելական եկեղեցին, ես միշտ ասել եմ, որ ինձ համար բոլորը հավասար են, բայց այս պահին ես համարում եմ, որ ճիշտ է առանձնացնել Հայ Առաքելական եկեղեցին, որովհետև այդքան ներդրում ինչ կան ունեցավ։ Մենակ Մեսրոպ Մաշտոցը հերիք էր, որ այլևս Կոմիտասը հերիք էր, որ այլևս երբեք հարց չբարձրացվի Հայ Առաքելական եկեղեցու դերի եւ իր պաշտպանվածության անհրաժեշտության մասին։ Որը ուզում եք վերցնել, որ հերթով վերցրեք, այո, Մաշտոցից, Սահակապարտեվից Մաշտոցից վերջացրած, հա, նու Կոմիտասով, որովհետև հետո արդեն եկավ Խորհրդային միություն եւ դա արդեն պետություն ստեղծվեց, պետությունը վերցրեց կրթական, մշակութային եւ գիտական հարցերը, բայց դուք հասկանում եք, որ 16 դար այդ ֆունկցիան կատարել է Հայ Առաքելական եկեղեցին։ Բոլոր մշակութային, գիտական, կրթական այդ բոլոր ֆունկցիաները։ Եվ ներողություն դեգեներատ է պետք լինել, որ լինել պաշտոնյա, պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնել եւ խոսալ ինչ որ ագենտների մասին, դուք դեգեներատ եք ուղղակի, որովհետեւ ընկերներ, դուք ունեք բոլոր լծակները այդ հարցերը բարձրաձայնելու, առաջինը, երկրորդը այդ բոլոր տեղերում դուք մաքրել եք ձեր ագենտուրային եւ արդյոք նորից ես երբեք չեմ եղել Ռուսաստանի մոլի երկրպագուն եւ զրոյին մոտիկ իրավիճակը, որ կարող եմ երբևիցե տեսակետս փոխել, բայց
միայն ռուսական ագենտներն են ձեզ անհանգստացնում, այսինքն ադրբեջանական ագենտները, թուրքական ագենտները, չգիտեմ, այլ երկրների, այլ տեղերի ագենտները ձեզ իսկապես չեն անհանգստացնում, սա նշանակում է, որ դու հստակ թիրախ ես վերցրել եւ ուղղակի փորձում ես ոչնչացնել մեր ինքնությունը։ Չի ստացվելու, որովհետեւ ձեր նմանները եկել են ու ասում, ոնց էր ասում, ձախորդ օրերը ձմռան նման կուկան ու կերտան, նենց որ ասում ձեր նման ձախորդ օրերը, գիտեք ինչքան են եկել գնացել, մեզ 5-6 տարվա պատմության ընթացքում եկել ու գնացել են այն ավազի նման։ Մենք ձեր չէ, իրանց։ Իրանց, հա, բնականաբար։ Շանսները չեն թվում, որ Հայաստանում կան քաղաքապետարյաններ, ընդ որում արդարադատության նախարարը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում եւս հայտարարեց, որ ի ուրախություն մեր բոլորի Հայաստանում չկան քաղաքապետարյաններ։ Այդ դեպքում ով է Բագրատ Սրբազանը, ով է Միքայել Աջապահյանը, Այդ հարցը իրանց պետք է որ տա։ Չէ, Միքայել Նահապետյանը շատ լավ երիտասարդ է, գիտեք, քոյի տղաներից, հա, չտեսնված ինքը շատ լավ գրել էր, այս առավոտն էի կարդացել, որ փաստորեն դառնում է, որ մեր հոգևորականների մեջ 450% աճ ա ունեցել հանցագործությունները։ Այս վերջի 4 ամսվա մեջ, էլի, փաստորեն հոգևորական ամենածաղրին չեմ հիշում ով էր գրել, որ բանը երկու բաներ սրբազանել տանեն ԱԱՑ-ի պետը կդառնա կաթողիկոս։ Էլի տարբերակ։ Ես քանի որ այս իրավապաշտպան ոլորտում շատ հին եմ ու տեսել եմ անհաշվելի թվով, այսինքն բոլորի ժամանակ զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ, այս ստացվում է մի վիճակ, որ ոչ մի իշխանություն եւ ոչ մի նախարար չի ընդունել, որ իրան ժամանակ եղել են քաղաքական բանտարկյալներ։ Պետք չի սպասել, որ նախարարը կասի, որտեղ նախարարներին նշանակում են իրենց հավատարմության, օրվա իշխանությանը հավատարմության երթում տալու շնորհիվ եւ դրա կապակցությամբ։ Եվ պարզա որ իրանք չեն ասելու, բայց ես ի տարբերություն տիկին ոնց էր անը Սրբուի Գալյանի եւ մնացած բոլորի, երբ որ իրանց նկատմամբ կլինեն անհամաչափ, իրանք պատասխանությամբ պիտի ենթարկվեն 100%, բայց երբ որ լինեն անհամապատասխան, անհամաչափ ինչ որ գործողություններ, երբ որ իրանք լինեն բանտում, ես խոստանում եմ, որ ես այն ժամանակ էլ կասեմ, որ կա ճնշումներ, կան խոշտանգումներ, անպայման կասեմ, որ իրանց հետ կապված իրանք պարտադիր պիտի ստանան եւ բուժում, եւ դատավարությունն է ինչ որ խախտումներով անցել, ի տարբերություն իրանց ես բոլոր ժամանակում խոստանում եմ դրա մասին խոսել, թեպետ իրանք դրան արժանի չեն, որովհետեւ եթե դու ուզում ես ունենալ իսկապես ստեղծել նորմալ պետություն, դու պիտի սկսես քո կառավարման տարիներից, որ հետո չգաս նախորդ իշխանությունների նման։ Եթե ուշադրություն եք դարձել, նախորդ իշխանությունները գալիս են եթերում մի լացուկոց են դնում, մի բան, ասում է պատկերացնում եք, ասում է ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել։ Ասում են լավ, չէ՞, ասում քո ժամանակ, նույն բանը քո ժամանակ է։ Իսկ քո խնդրեմը նրա մեջ չի, որ ուժ են կիրառել, քո խնդրեմը նրա մեջ է, որ դու այն ժամանակ հրաման տվողն ես, ուրիշին են տպում։ Հիմա ասենք ուրիշն է հրամանը տալի, քեզ են տպում, դու դրանից ես նեղվում։ Եթե դուք ուզում եք ստանալ նոր տիպի ոստիկանություն, եթե դուք ուզում եք ստանալ նոր տիպի արդարադատության համակարգ, այ հենց ամեն իշխանություն պիտի իր կառավարման տարից սկսի փոփոխությունները։ Իսկ այն է ինչը որ ցավոք սրտի այդ թվում նաև այս իշխանությունները կատեգորիկ կերպով հրաժարվեցին ու ես դեռևս 20 թվականն էի ասում 19-20 թվականին ես ասում եմ եթե չգնան փոփոխությունների եթե չգնան ոստիկանության դատարանների փոփոխությունների ռեալ փոփոխություններ դա նշանակում է ինչ որ этаպում իրանք սկսելու են օգտագործել այդ նույն գործիքակազմը որը նախկինները օգտագործում էին այդ թվում նաև իրանց դեմ երբ որ իրանք ընդդիմադիր են ցավոք սրտի դա ճիշտ դուրս եկավ իսկ մենք խոստանում ենք իրականում որ փոխելու ենք որտեղ դա շատ